Տնտեսական կայուն աճ ունենալը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Պատահական չէ, որ այս տարի տնտեսագիտության 3 Նոբելյան մրցանակագիր կար։ 3-ի աշխատությունն էլ հնարավոր տնտեսական աճի եւ տնտեսական աճի հնարավորությունների մասին։ Քաղաքագետ Հրաչյա Թաշյանը շեշտում է, նախորդ տասնամյակներին բաց թողած հնարավորությունները այսօր էլի առկա են։ Մնում է այս անգամ բաց չթողնել։ Պարտավոր ենք օգտագործել այդ հնարավորությունները կայուն տնտեսական հնարավորինս երկարատև տնտեսական աճ ապահովելու համար։ Բացի անկախացումից հետո ստեղծված օբյեկտիվ բարդ իրավիճակից, ինչ հնարավորություններ կարող էր ունենալ Հայաստանը 1990-ականների վերջին եւ 2000-ականների առաջին 8 տարիներին, որ չունեցավ ու այդպես էլ չդառավ համաշխարհային տնտեսական թռիչքի մաս, ի տարբերություն շատ երկրների։ Հրաչյա Թաշյանը այս տարվա Նոբելյան մրցանակակիրների աշխատություններին հղում անելով է մանրամասնում։ Անդրադառնանք այստեղ մեր այս տարվա Նոբելյան մրցանակակիրներից մեկին, որի անունը Ֆիլիպ Ագինյոն է, մյուսը երկուսով միասին են ստացել այդ մրցանակը, մյուսինը Փիթեր Հովիթ, եւ նրանք խոսել են ինչի մասին, այն երևույթի, այն մեխանիզմի մասին, որը կոչվում է ստեղծագործ կործանում, որը որ գոյություն չուներ, չեղավ, չկիրառվեց Հայաստանում։ Նայեք, սա այն մեխանիզմն է, որը որ թույլ է տալիս նոր խաղացողներին, լինեն դա տնտեսական իդեպ, լինեն դա քաղաքական, մուտք գործել դաշտ քաղաքական հարաբերությունների, մեր պարագայում տնտեսական հարաբերությունների եւ դուրս մղել հներին։ Այդ տարիներին մենք չունեցանք այդ տեսակի մեխանիզմ, որովհետեւ մենաշնորհ կար։ Իհարկե, խոսքը գնում է ուրեմն փակ համակարգի մասին, որը չէր թույլ տալիս, որ նորերը մտնեն։ Նայեք, խոսքը եւ քաղաքական դաշտի մասին է, եւ տնտեսական դաշտի մասին է։ Այսօր չնայած լավարկելու տեղ կա, բայց այդ մեխանիզմն առկա է, արդեն կան շոշափելի արդյունքներ եւս։ Եվ դրա վկայությունը կարելի է տեսնել քաղաքական դաշտում էլ։ Նոր դեմքեր, այսինքն չեմ տեսնում ես այն մեխանիզմները, որոնք որ փակում են այդ դաշտը, որոնք որ արգելակում են, որոնք որ թույլ չեն տալիս մուտքը ուրիշների։ Տնտեսական հրաշքները ծնվում են ոչ միայն փողից, այլ միջավայրից, ազատությունից, մրցակցությունից ու վստահությունից, այսինքն այդ բաց մեխանիզմը կարող է գործարկվել միայն ժողովրդավար երկրում, քանի որ եթե երկիրը ժողովրդավար չէ, մեխանիզմներն ինքնըստինքյան փակ շրջան են։ Այս տարվա 3-ն էլ, 3 մրցանակակիրներ էլ դրա մասին են խոսում։ Կարելի է ասել, որ անցյալ տարվա մրցանակակիրներով Տարոն Աճեմօղլուն էր Հայ ազգին, այլ է դրա մասին խոսում։ Նա խոսում էր ինստիտուտներ ասելով մենք հասկանում ենք կանոններ, խաղի կանոններ, երբ որ ժողովրդավարական են խաղի կանոններ, այդ ժամանակ դու ավելի լավ նախադրյալներ ես ունենում տնտեսական աճի համար։ Նորարարությունների նկատմամբ ընկալունակությունը հնարավոր էր միայն այն հասարակություններում, որոնք որ շատ ավելի հանդուրժող են, որոնք շատ ավելի պլուրալիստ են, բազմակարծություն գոյություն ունի։ Ոչ ժողովրդավար երկրները տնտեսական աճ ունենում են միայն մեկնարկային կետում։ Դա նշանակում է ցածր ուրեմն կրթված կրթության մակարդակ եւ ցածր բարեկեցության մակարդակ, բայց որոշակի մակարդակի երբ որ բարձրանում հասնում ես, օրինակ այսօրվա Հայաստանի մակարդակը։ Նայեք, այսօր Հայաստանը դասվում է համաշխարհային բանկի չափանիշներով, ցուցանիշներով միջին եկամուտ ունեցող, ընդ որում բարձր միջին եկամուտ ունեցող երկրների շարքին է դասվում։ Այս մակարդակից հետո արդեն կարևորվում են հետ ժողովրդավարական ինստիտուտների գոյությունը, հետագա աճ ապահովելու համար։ Մենաշնորհին հաղթելն ու նորի համար բաց լինելը հնարավոր չի լինում, եթե տնտեսությունը տարբեր կենտրոններից չի ձևավորվում, Թաշյանը շարունակում է։ Շատ կարևոր է լինել ինտեգրված համաշխարհային տնտեսության մեջ, համաշխարհային առևտրի այդ համակարգի մեջ, համաշխարհային առևտրի մատակարարման շղթաների մեջ մաս կազմել։ Տնտեսական աճը միայն վիճակագրական թվեր չեն, աշխարհի մեծ երկրներն արդեն գիտեն, անվտանգության հիմքը հենց տնտեսությունն է։ Եվ վերջո, եթե կա տնտեսական աճ, եթե դու տնտեսապես հետաքրքրություն ներկայացնող մի պետություն ես աշխարհում, դու ավելի մեծ, դրանով դու ավելի լավ, ավելի արդյունավետ եւ ավելի հզոր դիվանագիտական գործիքներ ես ձեռք բերում, որը որ կարող ես օգտագործել հենց քո երկրի անվտանգության ապահովման հարցում։ Տնտեսական աճի բաց թողնված տասնամյակներից հետո ինչպես կարող է Հայաստանը օգտագործել նոր հնարավորությունների պատուհանը դեպի խաղաղություն, բաց սահմաններ, կայուն ժողովրդավարություն տանող այսօրվա ճանապարհին, որ դեպքում Հայաստանը երկրորդ անգամ բաց կթողնի տնտեսական թռիչքի հնարավորությունը, հարցին քաղաքագետ Հրաչյա Թաշյանի արձագանքը կարճ է։ Եթե կանգնենք այս ճանապարհին եւ եթե հանգարց շրջվենք հետ, միայն սա կարող եմ ասել։ Իրինամ Կրչյան, լուրեր։